Մեզ բոլորիս հարկավոր է ճշգրիտ ինֆորմացիա ունենալ սկզբնական եկեղեցու և հատկապես կաթոլիկ եկեղեցու մասին, որովհետև այդ եկեղեցին է, որ միավորում է մեզ բոլորիս, ամրապնդելով առաքելական կանոնները։ Այդ իմաստով Լեո Պապ առաջինը, որը ապրել է 4-րդ դարի վերջին, 5-րդ դարի կեսերը միջև, շատ կարևոր է իմանալ իր մասին, ինչու, որտև չարապար Էջմիածնի այս դրածոները, տգետ և ինչ կարող եմ ասել, միայն հոսրանք չեն, դարերի վեր, չգիտեմ ինչ դիվահարություն է եղել սրանց մեջ, բայց ահա Լեո առաջին Պապը մեծ արժանիքների տեր մարդ էր և մինչև դա ասենք թե նախկին պապերը համարյա մարտիրոսներ են եղել և պապեր չէին կոչվում, եպիսկոպոսապետեր էին կոչվում։ Ահա Լեո առաջին Պապը առաջինն էր, որը կոչվեց Պապ անունով, հայր, ինչու, որովհետև նրան առանց այն էլ սարկավագ լինելու տարիներից նրան անվանում էին հայր, նա զբաղված էր ամբողջ օրը աղքատներին կերակրելով։ Եվ ահա Պապը նշանակում է հայր, և ահա Լեո մեծը այն Պապն էր, այն հայրն էր, որին Իտալիան, Վատիկանը գիտեր և իր մեծ առաքինություններով նա միավորեց Եվրոպայի թեմերը, ամրապնդեց առաքելական կանոնները, հիմքերը հաստատուն և հատկապես Եփեսոսի երկրորդ ժողովը, որը իր հետ բերել էր արիոսական հերձված Քրիստոսի երկու բնությունների մասին, ասելով, որ մի բնություն է, մարդկային բնությունը կորսվել է աստվածային բնության մեջ, և Քաղկեդոնը հրավիրվեց և հերքեց այդ գողերի ժողովը, այդպես էին անվանում, գողերի ժողով, և հրապարակայնորեն ապացուցվեց իր գործերով, իր ելույթներով, որ ահա Քրիստոսի երկու բնություն մեկ անձի մեջ է և այդ բնությունները խառնված չեն և բաժանված չեն։ Դա կոչվում է Քաղկեդոնի դոգմա, որից հետո Լեո առաջինը կոչվեց Լեո մեծ Պապը։ Լեո Պապը ասեմ, որ շատ մեծ ստեղծագործական աշխատանքներ ունի և նամակներ, ինչպես թե մեր նախկին առաքյալներն էին անում, ուղարկում էին նամակներ իրենց թեմերին և մշտապես ուղղում էր թեմերին կանոնական ծեսը անելու և պահպանելու դոգմատիկ կանոնները, որոնք մեզ հանձնված էին առաքյալներից։ Նա նաև շատ լավ քաղաքական գործիչ էր, ահա նա Աթիլլա անունով այս վայրենիները կային, որ Իտալիան ասպատակում էին, ահա նա էշի վրա նստած, պարզ հագնված գնում է դեպի Աթիլլան և փորձում է խաղաղություն կնքել իր հետ։ Լեոյին հեռվից տեսնելով այս ավազակների պետը շատ տպավորվում է, որովհետև նա տեսնում է տեսիլ, նաև տեսնում է Լեոյի հետ երկու լույսից մարդիկ, ինչպես ինքն է ասում, և ահա դա Պետրոսն ու Պողոսն էին իր հետ։ Աթիլլան դարձի է գալիս, իր արշավանքները կանգնեցնում է, բայց իհարկե հետագայում նույնպես եղան հարձակումներ Հռոմի վրա և ահա Պապ Լեոն այնտեղ էր մշտապես խոսելու սրանց հետ և կասեցնելու Վատիկանի ոչնչացումը և նա հայտնի էր անգամ թշնամիների հետ խոսելու սիրո լեզվով և Քրիստոս սեր է, ասում էր նա, ահա մենք մեր հավատքը, եթե ուզում ենք ապացուցենք մարդկանց, պետք է լինենք գթասիրտ։ Ասեմ, որ Լեո մեծը առաջին Պապն էր, որը թաղվեց Վատիկանում Սուրբ Պետրոս առաքյալի կողքին։ Հիմա այս ինչու եմ հատկապես Լեոյի մասին խոսում, որովհետև նրանք, ովքեր պարզ տրամաբանության ընդունակ են և հասկանում են
լեզուներ, հիմա այդքան դժվար չէ, անշուշտ հունարենը, հին հունարենը ունեցել է պրոբլեմներ հավանաբար, որ մեր միաբնակները մնացել են մթության մեջ, բայց ահա, ինչպես հասկանալ այս սարսափելի թշնամանքը օծխային թույնով, որ կռապաշտ Գրիգոր Տաթևացին անեծքներ է գրում իր գործերի մեջ ընդդեմ Լեո Մեծին եւ դա տպագրված երևի տպագրված է Մատենադարանում կարդացի ձեռագրեր էին կարծեմ թե եւ ահա նա անիծում էր Պապ Լեո Մեծին ես կարծում եմ միայն ինքը չէ միայն Տաթևացին չէ որը Լեո Մեծին անպատվել է զրպարտել է անիծել է ինչու որովհետև նաև Լեո Պապը միավորեց բոլոր թեմերը այսինքն եվրոպական այս աթոռները դրված արդեն քրիստոնեական ուղղափառ աթոռները կաթոլիկ գալիս էին իր մոտ ստանալու իրենից ուղղություններ եւ ստացվում էր այնպես որ եկեղեցին կենտրոնացվում է եւ ահա այս օրիենտալ թևը Ղապտի եւ այս հայ իբր թե իրենցից ոչինչ չներկայացնող հակաքաղքեդոնականները գնում էին այդ ճանապարհով սևացնելու այս սրբին եւ նրանց վրա իհարկե Աստծո մեծ բարգությունը եւ ատելությունը եւ համոզված եմ որ Գրիգոր Տաթևացին, որը կռապաշտություն մտցրեց մեր ծեսերի մեջ, հիմա վառվում է դժոխքում եւ նրանք բոլորը ովքեր հետևում են նրան Ահա սիրելիներս, ոչ մի բան բացահայտված չի, ոչ մի բան ճիշտ չեն ասում, իրենց չի հետաքրքրում, ես չգիտեմ ինչու, ինչ է սա, ինչն է իրենց այս միաբնակ այս աղանդավոր տգետներին, ինչն է ոգեշնչում մնալու իրենց սխալների մեջ, ամեն ինչ այնքան պարզ է, չկա աշխարհում մի քրիստոնյա եկեղեցի իրենցից բացի, որ չհասկանա պարզ դոգմատիկ այս ուսուցումը քաղաքեդոնի, իրենք ահա հակված են հայոյանքի, անեծքի, ատելության եւ այդպեսին է այսօր մեր ժողովրդի իրական կերպարը։ Ես սա մտածեցի, որ պետք է ասել, որպեսզի ապագա սերունդը հասկանա, թե ինչ սարսափելի անեծքի տակ են իրենք հայհոյելով Լեո Մեծին եւ միայն դա իրավունք է ինձ տալիս ասելու, որ Գրիգոր Տաթևացու բոլոր աշխատությունները պետք է վառել։ Ահա, մյուս պապը, որ շատ կարևոր է մեր եկեղեցու պատմության մեջ, դա Սիլվեստր առաջինն է։ Կասկածներ կա, որ նա եղել է նաև մարտիրոս։ Ահա, 3-րդ դարի կեսերից նա արդեն պապ էր եւ իր մանդատով փաստորեն 314 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում Սուրբ Ղևոնդիուս եպիսկոպոսից ընդունեց պատրիարքի օծումը եւ այդ նա պատրիարք չէր միայն հայոց աշխարհի, այլ նաեւ Վրաց, Աֆղանეთი, Կորդովիայի, որը քրդերն էին, Պարսկաստանի, մինչև Իրաք այս ցեղերի եւ բոլորին դարձի է բերել։ Ինչով է հայտնի Պապ Սիլվեստրը, ընդհանրապես պատմության մեջ շատ կարևոր դեմք է ինքը, որովհետև ահա ինքը հռչակեց Միլանի էդիկտը, հրամանագիր, որ այլևս քրիստոնյաներին չտանջեն եւ չհալածեն իրենց կրոնի համար։ Ինչու՞, որովհետև մինչև Կոստանդիանոսը, որը կայսրը նաեւ իր ժամանակակիցներ բուժել էր Կոստանդիանոս կայսրին եւ նա դարձի էր եկել։ Եվ մինչև իրենց հռոմեական կայսրության մեջ Աստված համարվում էր կայսրը եւ նրա առաջ էին վառում խունկ եւ ամեն ինչ եւ ուրիշ հավատքի բոլոր մարդիկ բացի հեթանոսներից որոնք իբր թե այդ հեթանոսական աստվածները Զևսը եւ այլն են տվել Կեսարին այդ իշխանությունը լինելու աստված
եւ որ դրան չէր հավատում եւ ամբոստանում էր դրան հատկապես քրիստոնյաները, նրանք մահապատժվում էին։ Ահա սկսած Սիլվեստր առաջինից 214 թվականից դա այլևս չկատարվեց, ընդհակառակը նա հռչակեց ամեն ուրեմն հռոմեական կայսրության բոլոր անկյուններում, որ քրիստոնյաները կարող են ստեղծել իրենց առանձին պետությունները։ Եվ հիշենք, որ այդ ժամանակ Տրթատ մեծը, Տրթատ երրորդը հպատակում էր հռոմեական կայսրությանը եւ ահա նրա միջոցով Սուրբ Լուսավորիչը արդեն հայտնի էր Հռոմում։ Եվ իհարկե Սուրբ Գրիգորը գնաց Կեսարիա, ապա գնաց Հռոմ, հանդիպեց Սուրբ Սիլվեստր առաջինին եւ այս հանդիպման մասին պատմում է Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը իր ներփողի մեջ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Հիմա Սուրբ Սիլվեստրը մեծ հրաշագործ էր, ավանդությունը շատ մեծ տեղ է տալիս իրեն, նաև կային այս ոչ գրավոր, բայց բանավոր ավանդությունը, որ Կոստանդիանոս մեծը եղել է բորոտ, եւ երբ որ Սուրբ Սիլվեստր Պապը նրան օծել է, այսինքն նախապատրաստում էր մկրտության եւ մկրտության ավազանի մեջ մտավ, այդ պահին կատարվեց հրաշքը եւ Կոստանդիանոսը բուժվեց իր բորոտությունից։ Եվ նաեւ ինքը Սուրբ Սիլվեստրը հրավիրեց Նեգիայի տիեզերաժողովը, որին մասնակցեց մեր Սուրբ Արիստակեսը, հայոց կաթողիկոսը, որը հաջորդեց Գրիգոր Լուսավորչին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որոշեց վերադառնալ իր մենակության մեջ եւ ճգնում էր քարանձավում։ Ահա Սուրբ Սիլվեստրը կառուցեց առաջին եկեղեցին, որը կոչվում էր Սուրբ Հովհաննեսի Լաթերան եկեղեցի։ Սա մի քիչ բարդ է հասկանալ։ Սա ինչպես թե քրիստոնյաների ընդհանուր եկեղեցին էր երկու Հովհաննեսների անունով՝ Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի, ներողություն, Մկրտիչի, Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Հովհաննես Ավետարանչի։ Մեկը որպես քրիստոնյաների մշտական ապաշխարանքի սիմվոլ, մյուսը որպես սիրո եւ գթասրտության։ Կոչվում է Լաթերան, որովհետեւ այդ տարածքը, որի վրա կառուցեց Սուրբ Սիլվեստրը այդ եկեղեցին, պատկանում էր այդ մարդուն Լաթերան անունով։ Սուրբ Սիլվեստրը շատ հետևողական էր, որպեսզի քրիստոնեական բոլոր թեմերը լինեն մեկ հավատքի, մեկ ծեսի, մեկ դոգմատիկ ուրեմն ուսուցման հետևորդներ։ Եվ ահա նույն հոգին ստացավ մեր Սուրբ Լուսավորիչը իրենից եւ նաեւ թույլտվություն ստացավ, որպեսզի պատարագի ծեսը եւ ընդհանրապես բոլոր ծեսերը արվեն գրափարով, մի բան, որ չէր թույլատրվում ոչ մի ուրիշ ժողովրդի, ժողովուրդները լինելով հռոմեական կայսրության տակ, նրանց առաջին լեզուն լատիներենն էր եւ հունական Բյուզանդիայի տակ հունարենը, այսինքն այդ երկու լեզուներով էին միայն արտոնել քրիստոնեական ծեսերը, բայց ահա Սուրբ Սիլվեստրը հասկացավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի միստիկ շնորհքները եւ թույլատրեց դա։ Ասեմ, որ շատ հետաքրքիր է, որ Սիլվեստր բառը լատիներեն է եւ նշանակում է փայտյա, փայտից, որը խորհրդանշում է անտառները։ Այն անտառները, երբ որ քրիստոնյաները հալածվում են եւ հիմնական թաքնվում էին այնտեղ, եւ երբ Լուսավորիչը եկավ եւ աղվանական ցեղերին դարձի բերեց, փաստորեն այդ մասը աղվանքի, որ անմիջապես Սուրբ Արիստակեսի եւ հետագայում Վրդանեսի հսկողության տակ էր, նրանք էին եպիսկոպոսները, այդ գավառը կոչվեց Փայտակարան, Սիլվեստր Պապի անունով։ Ահա սիրելիներս, ինչու եմ սա ասում, սա շատ կարևոր է իմանալ։ Մենք մաս ենք տիեզերական եկեղեցու, սրանք ասում են տգետ միաբնակները, որ կյանքում մի գիրք չեն կարդացել։ Նրանք չեն նշում երբեք, որ Լուսավորիչը ստացել է իր մանդատը Սուրբ Սիլվեստրից։ Իդեպ նաև ավանդության մեջ ասվում է, որ Սիլվեստրին նույնպես մարտիրոսել են, բայց հանգամանքները չգիտենք։
Հիմա այստեղ միաբնակները ասում են, որ ահա մենք կապ չունենք կաթողիկ եկեղեցու հետ եւ որ լուսավորիչը իր հաջորդիվ ստացել է իր աթոռի կաթողիկոսության դիդրոսը Սուրբ Բարթողոմեոս եւ Թադևոս առաքյալներից մնացած աթոռի ժառանգից, այսինքն ձեռնադրված կաթողիկոս ենք ունեցել մենք այս առաքյալներից, որը բացարձակապես ոչ մի հիմնավորություն չունի, որտեղ մենք առաջի երկրորդ դարերի հայոց եկեղեցու մասին գիտենք միայն Եվսեբեոսից, Եվսեբեոսի պատմություն եկեղեցուց, եկեղեցիների պատմության այս աշխատությունը, որտեղ մանրամասն վերջին գլուխներում նշում է հայ քրիստոնյաների կոտորածի մասին եւ նշում են այ որ վերջին կաթողիկոսի անունն էր Մեհրուժան եւ ահա այդ Մաքսիմելիոն կայսր կոչվածը դեպ բյուզանդյան այդ ժամանակ դեռևս քրիստոնեացիան երկրորդ դարում չեր ընդունել քրիստոնեությունը եւ ոչնչացրել գենոցիդը առաջին հայերի եղել է երկրորդ դարում իսկ ահա երբ որ 4-րդ դարի սկզբում արդեն մենք չունենք ոչ մի քրիստոնեական կաթողիկոսի աթոռ չկար Հայաստանում բայց ահա մենք տեսանք որ Տրթատը երբ որ Սուրբ Գրիգորին հանեց խոր վիրապից անմիջապես Սուրբ Գրիգորը սկսեց ձեռնարկեց այդ հայ ժողովրդի մկրտության գործընթացը նա դա չէր կարող անել որտեղ այն ժամանակ երբ որ նա խոր վիրապում էր նա աշխարհական էր ուրեմն նա ձեռնադրվեց քահանա մինչև 314 թիվը երբ որ նա գնաց Սուրբ Ղևոնդոսի մոտ եւ ստացավ պատրիարքի օծումը Սուրբ Սիլվեստրից ով է նրան ձեռնադրել քահանա Սա այստեղ շատ պարզ հարց է ինչու որտեղ կային այդ 40 կույսերը եւ անպայման նրանց հետ եղել է քահանա եպիսկոպոս երևի թե որն էլ հենց Սուրբ Գրիգորին ձեռնադրել է բայց որպես պատրիարք Սուրբ Գրիգորը ավելի ուշ սկսեց իր գործունեությունը եւ ինչպես տեսանք շատ կարճ մնաց որովհետեւ շատ հոգնած էր այս սարսափելի պատերազմները կային այս կռապաշտ հայերը անընդհատ հարձակվում էին իրենց զորքերի վրա եւ չեն էլ ամաչում ստում են ասելով որ Սուրբ Գրիգորը ոչնչացնում էր իրենց երբ որ բարձ գրված է Զենոբիոս Գուլագի մոտ որ այս կատաղի այս խելագար արձան պաշտողները որ հնդկական ծագում ունեն հիմնականում երբ որ Տրթատը երբ որ նրանց գերում էր եւ փորձում էր սպանել մահապատժել դավաճանության համար այդ Սուրբ Գրիգորն էր որ աղաչում էր նրանց բաց թողնել եւ շատ սխալ էր անում որովհետեւ այս բաց թողած բանդիտները նորից կազմակերպվում են եւ հարձակվում են եւ փաստորեն շատ դժվար հայ ժողովուրդը սրանցից եւ ահա սիրելիներս ինչ եմ ուզում ասել մենք հռոմեական կայսրության մեջ ենք եղել երբ որ Սուրբ Տրթատն էր թագավորը եւ մեր եկեղեցին հիմնված է կաթողիկ եկեղեցու Սուրբ Պետրոսի հետնորդների վրա որն է Սուրբ Սիլվեստրը Սուրբ Սիլվեստրն է մեր փաստորեն աթոռի հիմնադիրը բայց դա չի նշանակում որ մենք առաքելական չենք առաքելական եկեղեցին մեր ցեղասպանվել է եւ դա շատ մեծ պատիվ է հասկանալ եւ ահա Սուրբ Լուսավորիչը հիմնված է այս ավանդույթների վրա մեր եկեղեցու ավանդույթները ինքն է ստեղծել հիմնված առաքյալների վրա եւ շատ կարեւոր է որպեսզի մեր ժողովուրդը գնա իր կանոններով իր բարոյական եւ կրոնական դաստիարակությամբ շատ կարեւոր հակառակ դեպքում ինչպես հիմա տեսնում ենք անառակությունն ու չարափառությունը այնտեղ է դարերի վեր խոսում են ահա Կախկեդոնի դեմ միաբնակության դեմ ահա միաբնակները երկաբնակ իրական տեսության դեմ ահա բաժանվեցին իրար էին կոտորում միաբնակ արիոսականներն ու կախկեդոնական այս հռոմի հետ կապ ունեցող աթոռները եւ այնտեղ նայեք այն հեթանոսներ նաեւ հերձվածողներ պավլիկյաններ թոդրակեցիներ դարերի վեր
դարեր ի վեր սա կատարվել է եւ մեր ժողովրդի միավորումը հնարավոր չեղավ։ Ես չգիտեմ ինչու։ Նորից Սիլվեստր բառը գալիս է լատիներենից, որ նշանակում է փայտյա։ Շատ մեծ կապ ունի այդ անունը նաև ինձ հետ, որովհետև Փաստորեն Լուսավորիչը Սիլվեստր անունով անվանեց փայտակարան աղվանքի այդ մեծ շրջանը։ Եվ դա փայտը խաչապայտի նշանն է, նաև հալածանքի նշանն է, երբ որ քրիստոնյաները փախստական դարձած ապաստարան էին գտնում այս խիտ անտառներում։ Սիրելիներս, շատ կարևոր է սա իմանալ եւ հասկանալ, որ եկեղեցին Սուրբ Ուղղափառ կաթողիկե եկեղեցին պետք է հաղորդության մեջ լինի։ Այն հայտնությունները, որ կատարվում են, ասենք Մեքսիկոյի մաստեկներին Գուադալուպե աստվածամայրով կամ Նարեկի արտեր կղզում, Նարեկի ամբողջ նարեկացու ամբողջ տաղանդը եւ միստիկ հայտնությունները, նմանապես ամեն ինչը, միջև ակվինացի եւ միջև մեր օրերը, որ կան իրապես սրբեր եւ ապրում են իրական սուրբ կյանքով, եւ իհարկե այս հերձվածողները, որոնք ապրում են պիղծ կյանքով, կարծում են թե դա է նորման, որ մարդը ընդունակ չէ սուրբ լինելու, չհավատակ դրան, սիրելիներս։ Եթե դուք իսկապես սիրում եք Քրիստոսին, եթե դուք իսկապես հետևում եք Գրիգոր Լուսավորչին, արցունքներով կարդում եք նարեկացու ողբը, որը ինչու է ողբ, որովհետև երբ որ ես ամեն անգամ հիշում եմ, թե ինչ մեղքեր եմ գործում եւ ինչպես եմ վիրավորում Աստծուն, դա արդեն ողբ է։ Եվ այդ ողբից մինչև վերջին պահ մենք չենք կարողանում ազատվել։ Եվ ահա, բայց երբ որ մենք գոնե հասկանում ենք իրական պատմությունները մեր եկեղեցու կառուցվածքը, հիմքը, հանգանակը, ամեն ինչը, սա նորից գալիս է, մենք փաստորեն հեշտացնում ենք մեր փրկությունը։ Սա շատ կարևոր է։ Բողոքական չլինեք, ըմբոս չլինեք, խոնարհությամբ ընդունում ենք մենք եկեղեցու հիմնադիր սրբերից եւ Սիլվեստրից Սուրբ եւ Լուսավորչից եւ Նարեկացուց եւ Շնորհալուց ընդունում ենք կանոնները, ծեսի եւ դոգմատիկ եւ միայն երբ որ մենք ընդունում ենք դա եւ հաստատում ենք մեր կողմից, դա արդեն սրբություն է եւ դա արդեն փրկության ճանապարհն է